Ռուսաստանին գծնողները ասում են, որ Հայաստանի ճակատագիրը կապված է Ռուսաստանի հետ, որ Հայաստանը միշտ պիտի Ռուսաստանի հետ լինի։ Ես այդ մարդկանց մի հարց ունեմ. դուք անկախություն բառի իմաստը առհասարակ գիտեք, դուք հայերեն հասկանում եք։ Կարող է ձեզ երկու հատ գիրք նվիրենք, մի հատը տրամաբանության մասին, մի հատն էլ հայերենի բացատրական բառարան, որ բացեք մեջ այդ անկախություն բառի իմաստը կարդաք մի հատ։ Հայաստանը խորհրդային միությունից անկախացել է, որպեսզի ինքը ինքնուրույն որոշի ում հետ լինի, երբ լինի եւ ուր գնա։ Դուք որ երկրի շահն եք պաշտպանում, ձեր համար որ երկիրն է կարևոր։ Ոնց կարա տրամաբանող մարդը ասի, որ Հայաստանը միշտ պետք է Ռուսաստանի հետ լինի։ Բա որ մի օր Հայաստանի շահը դա չպահանջի։ Դուք մտածել եք դրա մասին։ Այսօր Հայաստանի շահից բխում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություն ունենա, բա որ վաղը չբխի։ Ուրեմն եկեք ֆիքսենք, Ռուսաստանին գծնողները դեբիլ են։ Մյուս կողմից, բայց հավասարապես դեբիլ են նաև Ռուսաստանին հայհոյողները։ Հայհոյողները ասում են Հայաստանը երբեք չպետք է Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություն ունենա, որովհետև Հայաստանը ինչ տուժել է Ռուսաստանի պատճառով է տուժել։ Նախ Հայաստանը երբեք որևէ այլ երկրի պատճառով չի տուժել։ Հայաստանը ինչ տուժել է սեփական քաղաքական գործիչների դեբիլության պատճառով է տուժել, սա մեկ։ Եվ երկրորդը, նույն հարցը ձեզ պիտի տալ։ Բա որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները, դաշնակցային հարաբերությունները, բա որ դա Հայաստանի շահից բխի։ Մենք չպետք է մեր շահերը պաշտպանենք, որովհետև Ռուսաստանին չենք սիրում, ուրեմն դուք եք հավասար դեբիլ։ Ուրեմն ֆիքսեցինք, Ռուսաստանին գծնողները եւ հայհոյողները հավասար դեբիլներ են։ Եվ կա երրորդ խումբը քաղաքական գործիչները, որը ասում է մոտավորապես հետեւյալը, ասում է, որ մենք պիտի Ամերիկայի հետ լավ լինենք, զարգացնենք մեր հարաբերությունները, բայց Ռուսաստանին հանկարծ չհայհոյենք, որ հարաբերությունները չփչանա։ Թվում է, թե սա մի քիչ ավելի խելամիտ գործիչների խումբ է, բայց իրանք նույնպես դեբիլ են, սիրելի բարեկամներ, որովհետև չեն հասկանում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունը ոչ թե խոսքով է փչանում, այլ գործով։ Ինչքան ուզում ես գովա Ռուսաստանին։ Եթե Ռուսաստանը տեսնում է, որ իր շահերը չեն պաշտպանվում, ինքը հակազդում է։ Մենք դառնում ենք թիրախ։ Հետևաբար մեր խնդիրն այն է, որ Ռուսաստանը չհակազդի եւ մենք չդառնանք թիրախ։ Իսկ ովքեր են խելացի քաղաքական գործիչները։ Եթե այն 3 խումբը դեբիլներ են։ Խելացի են քաղաքական գործիչները, որոնք հասկանում են, որ Ռուսաստանը Հայաստանի համար միաժամանակ թե ահռելի հնարավորություն է, թե ահռելի վտանգ։ Խելացի են մարդիկ, որոնք հասկանում են, որ ամեն գնով պիտի Ռուսաստանի թիրախը չդառնալ նախ։ Եվ դրա համար Ռուսաստանին պիտի անել որոշ չափով զիջումներ։ Այնքան շատ, որ չդառնաս թիրախ, եւ այնքան քիչ, որ չդառնաս վասալ։ Խելացի են մարդիկ, որոնք գիտեն գրավիտացիայի օրենքը։ Եվ վերջապես խելացի են մարդիկ, որոնք հաշվարկված կարող են ատամ ցույց տալ Ռուսաստանին, եթե Ռուսաստանը ավելի շատ ուզի, քան մենք պատրաստ ենք տալ։ Եվ այդ խելացի մարդիկ Ռուսաստանին ատամ ցույց տալուց առաջ հաշվարկում են Ռուսաստանի հակազդեցությունը եւ պատրաստ են լինում այդ հակազդեցության տասնապատիկին եւ դրանով իսկ կանխում են այդ հակազդեցությունը։ Խելացի են մարդիկ, որոնք կարողանում են հաշվել եւ հասկանալ, որ ավելի լավ է դու 5 անգամ մի միավորով զիջես, եթե դրա արդյունքում կարող ես մի անգամ 15 միավոր շահել։ Հիմա Հայաստանը կարիք ունի այդպիսի գործիչների, որոնք բայց համել չլինեն կոռումպացված, չլինեն մարդասպան, չլինեն կաշառակեր, չլինեն ընտրակեղծարար։ Հիմա սա ձեզ կարող է բարդ թվա, բայց իրականում ես նկարագրում եմ նվազագույն տրամաբանություն ունեցող սովորական մարդու։ Ուղղակի մեր քաղաքական գործիչները այնքան դեբիլ են, որ սովորական նկարագրված մարդը թվում է մի առանձնահատուկ հնարավորությունների տեր մարդ։ Ոչ, իմ նկարագրած առանձնահատուկ հնարավորություններով մարդ չի։ Հայաստանի քաղաքական գործիչներն են շատ դեբիլ։ Ինչ ասես Հայաստանում, ինչ դու խոսաս, միանգամից պիտակավորում են Ամերիկա մեծ, Ռուսա մեծ, Ռուսա մեծ, Ամերիկա մեծ։ Ուղեղները չի աշխատում։ Ու եթե այդպիսի քաղաքական ուժ լինի, համոզված եղեք, որ իրենց Ռուսաստանի գծնողները համարելու են Ամերիկա մեծ, Ամերիկային գծնողները համարելու են Ռուսա մեծ։ Ոչ Ամերիկայի հետ է հարաբերությունները իդեալական լինելու, ոչ Ռուսաստանի հետ է հարաբերությունները իդեալական լինելու, բայց երկու ուժային կենտրոնների հետ էլ հարաբերությունները լինելու են շատ լավ։ Ոչ իդեալական, բայց լավ։ Ու եթե այդ ուժը նաև չլինի ընտրակեղծարար եւ կոռումպացված, Հայաստանը կծաղկի։